Ամերիկայի զինված ուժերը բայևիկ հիշեցնող գործողություններ են իրականացրել Վենեսուելայի դեմ։ Ժամեր առաջ նրանք միջազգային ջրերում գտնվող վենեսուելական նավ են գողացել։ Ձեր էկրաններին տեսնում եք կադրերը, թե ոնց են ամերիկացի զինվորականները ուղղաթիռներով մոտենում նավին, պարաններով իջնում նավի վրա եւ կանգնեցնում ու առգրավում են նավը։ Սա իհարկե, եթե իրերը կոչենք իրենց անուններով, գողություն է, իրանք իհարկե նշում են, որ առգրավել են նավը, որը գտնվում էր միջազգային ջրերում եւ տեղափոխում էր տոննաներով նավթ։ Սրա պատճառը ԱՄՆ-ի կողմից արդեն շատ սիրված եւ կլասիկ դարձած տերորիզմի դեմ պայքարն է։ Նրանք նշում են, որ առգրավել են, որովհետեւ նավը գտնվել է սանկցիաների տակ եւ վենեսուելական եւ իրանական նավթը տեղափոխել է, որպեսզի տրամադրի տերորիստներին։ Նոյեմբեր ամսից սկսած ԱՄՆ-ն հարվածել եւ կործանել է ավելի քան 20 նավ, որի արդյունքում սպանվել է համարյա 100 հոգի։ ԱՄՆ-ն պնդում է, որ այս բոլոր նավերը տեղափոխել են թմրանյութեր եւ կապված են նարկոտրաֆիկի հետ։ Եղել է մի դեպք, երբ որ հարվածել են նավին, բոլորը չեն զոհվել, փրկվածներ են եղել ու տեսնելով դա եւս մեկ անգամ հարվածել են, որպեսզի հաստատ սպանեն բոլորին։ Սրա պատճառով ԱՄՆ-ի պատերազմի նախարարը հայտնվել է սկանդալի կենտրոնում, պահանջում են, որպեսզի հրապարակվի այդ ամեն ինչի վիդեոն, բայց նախարարը հրաժարվում է։ Տարիների ընթացքում ԱՄՆ-ն տարբեր ձևերով փորձել է Վենեսուելայում իրականացնել պետական հեղաշրջում, ունեցել է դրա համար տարբեր կանդիդատներ։ Օրինակ իրենց վերջին կանդիդատը Մարիա Մաչադոն ստացել է Նոբելյան մրցանակ։ ԱՄՆ-ն պնդում է, որ Վենեսուելայում դիկտատուրա է, չկա մարդու իրավունքներ, չեն ընդունում Վենեսուելայում անցկացված ընտրությունների արդյունքները եւ պնդում են, որ պիտի Վենեսուելայում իրականացվի ժողովրդավարական ընտրություններ եւ նոր իշխանություն ձևավորվի։ Իրականում սա արդեն կլասիկա դարձած պետական հեղաշրջման փորձեր են, որովհետեւ Վենեսուելայի բախտը եւ բերել է եւ չի բերել ունենալ աշխարհում ամենամեծ նավթի պաշարները։ Վենեսուելայում ավելի շատ նավթ կա, քան Սաուդյան Արաբիայում, ինչի պատճառով էլ բնականաբար ԱՄՆ-ն փորձում է ունենալ այնպիսի իշխանություններ Վենեսուելայում, որոնք որ այդ նավթի շուկան կբացեն միջազգային եւ ամերիկյան կորպորացիաների առջև։ Դեմոկրատիա հաստատելու համար պետական հեղաշրջումներ իրականացնելը շատ ամերիկյան է, շատ կլասիկ ամերիկյան բան է դարձել արդեն, հատկապես Լատինյան Ամերիկայի երկրներում։ Եվ հիմա էլ ճնշումը շատացնում են Վենեսուելայի վրա։ Ու այս ամեն ինչը իրականացվում է տերորիզմի եւ նարկոտրաֆիկի դեմ պայքարի քողի տակ։ Ես իհարկե կհետևեմ զարգացումներին, անպայման բաժանորդագրվեք, գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, լայքեք, տարածեք։ Մերսի։